2020 թվականի նոյեմբերի 19-ին, երբ Արցախի հողերը արդեն փոխել էին տերը, երբ պատերազմի արյունոտ 44 օրերը մարել էին վերջին հույսերը, մի տղամարդ հեռացավ այս աշխարհից, կրծքին խստորեն պահելով գաղտնիք, որը երբեք չէր պատմել։ Այդ գաղտնիքի լուսաբանումը կարող էր փոխել ամեն ինչ, բայց այն մնաց կապույտ թղթի փաթեթներում, որոնք որոնողները գտան նրա տան ամենաթաքնված անկյունում, պատի մեջ շինված սեյֆում, որի գոյության մասին նույնիսկ ընտանիքը չգիտեր։ Ինչ էր գրված այդ թղթերում։ Ում անուններ էին նշված հին հեռախոսագրերում, որոնք թվագրված էին 1998 թվականի արյունոտ ամառով։ Եվ ամենակարևորը, ով էր այն մարդը, որ այցելել էր տուն 20-րդ թվականի հոկտեմբերի 28-ին, միայն մեկ ամիս առաջ մահվան, երբ արդեն պարզ էր, որ Արցախը կորցնում ենք։ Մանվել Գրիգորյանն ապրում էր որպես լեգենդ, մահացավ որպես հանելուկ։ Պատերազմի հերոսը Արցախի անկախության գանձերից մեկը, մարդը, որի անունից ադրբեջանցի զինվորները սառչում էին ճակատում, վերջին տասնամյակում վերածվեց երկրի ամենահայտնի կոռուպցիոներներից մեկի։ 2018 թվականի մայիսին, երբ հեղափոխությունը թափահարեց հին համակարգը, նա դարձավ առաջին խոշոր գործը, սիմվոլ նոր իշխանության համար, որը խոստովանում էր մաքրել երկիրը։ Նրան մեղադրեցին զինամթերքի ապօրինի պահման մեջ, օգնության յուրացման մեջ, իսկ խոշորագույն ազգային մամուլը հրապարակեց լուսանկարներ նրա տնից, շքեղ, անհամաչափ համեմատած երկրի միջին աղքատությունից։ Բայց չէր կարող լինել, որ պարզապես այդքանը լիներ։ Սա միայն մակերեսն էր։ Երբ մահն եկավ, քաղաքական բուռն գալարումից միայն 2 տարի անց, երբ նրա կյանքն արդեն երկար ժամանակ շրջափակված էր դատական գործերով եւ բժշկական հաստատություններով, նրա փաստաբանը հրապարակեց վերջին խոսքերը. Իմ անունը ջնջել եմ, դա տարա, բայց չեմ կարողանում տանել իմ ազատագրած հողերի հանձնումը։ Եվ ահա այստեղ է խորքային հարցը, որն այժմ պատերազմագրողների շրջանում խոսվում է փսփսոցով։ Ինչպես կարող էր մի տղամարդ, որը վերջին 2 տարին անցկացրել էր տնային կալանքի տակ եւ հիվանդ էր քաղցկեղից, գիտենալ հողերի հանձնման մասին, որը պաշտոնապես դեռ չէր տեղի ունեցել։ Այդ խոսքերը հռչակված էին նոյեմբերի 19-ին, բայց պատերազմը դեռ չէր ավարտվել պաշտոնապես։ Հոկտեմբերի 28-ին, երեկոյան ժամը 21-ի սահմաններում, մի մարդ մուտք գործեց Գրիգորյանների տուն Երևանում, առանց նախնական զանգի, առանց գրանցման այցելուների մատյանում։ Պահակը, որը սովորաբար խստորեն վերահսկում էր ամեն մուտք, այդ օրը լճացավ։ Նույնիսկ տեսախցիկների ձայնագրությունները, որոնք արխիվացվում էին յուրաքանչյուր շաբաթ, այդ օրվա մասով բացակայում էին հետագայում։ Ինչ որ մեկը հոգացել էր, որ այդ այցը չմնա որևէ տեխնիկական հետքով։ Գրիգորյանի տատիկը, որը բնակվում էր հարևան սենյակում եւ ավանդաբար լսում էր քաղաքական զրույցներն իր թոռնիկի հետ, հետո վկայեց, որ ձայները բարձրացել են։ Առաջին անգամ իր կյանքում նա լսեց Մանվելի բարկացած բացականչությունը։ Դուք ինձ ասում եք, որ արդեն ամեն ինչ պայմանավորված է։ Արդյոք ժողովուրդը գիտի ինչ է կանելու։ Այցելուն դուրս եկավ 40 րոպե անց, լուր, վստահ քայլվածքով։ Մանվելի վերջին 2 շաբաթները նա անցկացրեց լրիվ մենության մեջ, փաստաբանից եւ ընտանիքից բացի ոչ ոքի չընդունելով։ Նա խնդրեց բերել սեղմած թղթեր, հին պլաստիկ թղթապանակներ, որոնք պահվում էին նկուղում ավելի քան 30 տարի։ Որքան գաղտնիք էր դրանում։ Նրա կինը, Հաղթեր Կարապետյանը, որն անձամբ բերեց պատվիրածը, հետո պատմեց, որ Մանվելը գիշերները արթուն էր մնում, կարդում էր հին հեռախոսագրերը եւ հեծկլտում։ Մի անգամ նա խոսեց քնի մեջ, եւ կինը լսեց արտասանությունը։ Նրանք բոլորը գիտեին, բայց ես էի, ով մարտնչեց։ Բժիշկը, որը այցելում էր տուն օնկոլոգիական վիճակի մոնիտորինգի համար, նկատեց, որ Մանվելը խնդրում է գրիչ եւ թուղթ, բայց դրանք թաքցնում էր, երբ բժիշկը մոտենում էր։ Ինչ որ մի բան նա չէր ուզում, որ կարդան։ Նոյեմբերի 15-ին, 4 օր առաջ մահվան, նա կանչեց փաստաբանին եւ ասաց. Եթե ես չլինեմ, նրանք կպնդեն, որ հողերը կորցրինք պատերազմի պատճառով։ Բայց դուք պետք է իմանաք, որ դա սուտ է։ Սա գործարք էր, ոչ թե պարտություն։ Փաստաբանը հարցրեց. Ինչ ապացույցներ ունի, եւ Գրիգորյանը ցույց տվեց սեյֆը պատի մեջ, ասելով, որ դրանում ամեն ինչ կա։ Բայց երբ նա մահացավ եւ սեյֆը բացվեց ոստիկանության ներկայությամբ, ներսից գտան միայն դատարկ թղթապանակներ։ Արդյոք իրոք այդ թղթերը երբևէ եղել են, թե սա էր հիվանդ մարդու զառանցանքը։ Փաստաբանն այժմ պնդում է, որ տեսել է դրանք կենդանիության ժամանակ, բայց ապացույց չունի։ Ոստիկանությունը պնդում է, որ ոչինչ չի վերցված։ Ընտանիքը խոսելը չի ցանկանում, եւ միակ մարդը, որը կարող էր պատասխանել, այլևս չկա։ Բայց կա մեկ ուրիշ փաստ, որը հազիվ ուշադրության է արժանացել։
Նույն օրը, երբ սեյֆն բացվեց, մի անծանոթ հեռախոսահամար զանգահարեց Գրիգորյանների տուն եւ տղամարդու ձայնը հարցրեց, թե արդյոք պատերազմի մասին փաստաթղթերը գտել են։ Ով էր դա։ Ինչու նա հետաքրքրված էր հենց դրանցով։ Եվ ամենակարևորը, ինչպես էր նա իմացել, որ փաստաթղթերը գոյություն ունեն։ Գաղտնիքը չի կարող լինել, որ միայն փաստաթղթերի մեջ է։ Գաղտնիքը մարդկանց մեջ է, որոնք Մանվելի շրջապատում էին եւ ովքեր չեն խոսում։ Եվ այստեղ մենք պետք է վերադառնանք հետ, դեպի 1990-ականները, երբ այդ մարդիկ միասին էին եւ երբ նրանց միջև կապերը դեռևս ամուր էին։ 1998-98 թվականին Մանվել Գրիգորյանը արդեն լեգենդ էր Արցախի պաշտպանության ուժերում։ Նրա անունը ասում էին հարգանքով, երբեմն վախով։ Զինվորները, որոնք ծառայել էին նրա հրամանատարության ներքո, կիսվում էին երկու կարծիքով։ Մեկ կեսը ասում էր, որ նա հերոս էր, որն իր կյանքը դրել էր հայրենիքի համար, իսկ մյուսը, որ նա դաժան մարդ էր, որը չէր տատանվում պատժել իր զինվորներին անգամ մանր սխալների համար։ Մի վկայություն, որը հրապարակվել էր ադրբեջանական աղբյուրների կողմից, պատմում էր կապիտան Գրիգոր Արաքելյանի մասին, ով 2 օր անցկացրել էր կոյուղու խցում պատժի համար։ Փաստի հավաստիությունը դժվար է ստուգել, բայց նման պատմություններ շրջապատում էին Մանվելի անունը եւ ստեղծում էին նրա ահարկու կերպարը։ Ինչու էր դա անհրաժեշտ։ Արդյոք սա էր հատուկ քաղաքականության մաս, պարտադրել անվերապահ հնազանդությունը, թե նա իրոք հոգեբանորեն հակված էր դաժանության։ Հետազոտողները չեն համաձայնվում, բայց մի բան ակնհայտ է։ Այդպիսի տղամարդը չէր կարող վստահել շատերին, եւ նրա ամենամոտ շրջապատը կազմված էր մի քանի հավատարիմ մարդկանցից, որոնցից յուրաքանչյուրն իր գաղտնիքն ուներ։ Նրանցից մեկն էր Արտյոմ Մխիթարյանը, մի լուռ, պահպանված մարդ, որը պաշտոնապես նշվում էր որպես անվտանգության խորհրդական։ Պաշտոնական կենսագրությունում կարելի էր կարդալ, որ նա սկսել էր իր կարիերան 1991-ին եւ ամբողջ նվիրվածությամբ ծառայել է Արցախի հանրապետությանը։ Բայց անպաշտոնական աղբյուրները հիշեցնում էին, որ Արտյոմը նախկինում աշխատում էր սովետական հետախուզության համակարգում եւ ուներ կապեր, որոնք գերազանցում էին հայկական սահմանները։ Երբ 1993-ին Ադրբեջանը սկսեց մեծ հարձակումը, Արտյոմն էր, ով Մանվելին բերեց ռազմավարական տեղեկություններ, որոնք փրկեցին հայկական դիրքերը Մարտակերտի շրջանում։ Մանվելն այդ օրվանից նրան կոչում էր իր երկրորդ աչը, բայց միևնույն ժամանակ 1999-ը, երբ պատերազմն արդեն սառել էր եւ խաղաղությունը դրվել էր օրակարգում, Արտյոմն անհետացավ։ Փաստորեն նա մեկնել էր Ռուսաստան բժշկական խնդիրների պատճառով, բայց երբեք չվերադարձավ։ Մանվել երբեք չխոսեց դրա մասին հանրապես, բայց ընտանիքի անդամները հիշում են, որ ամբողջ տարի անց նա մեկ անգամ ասաց կնոջը. Արտյոմը գիտեր ավելի շատ, քան պետք էր, եւ դրա համար նա վճարեց գնով։ Ինչ նշանակում էր դա։ Եթե Արտյոմը հեռացվել է կամ հեռացել է ինքնուրույն, ապա նա տեսել է կամ իմացել է ինչ-որ բան, որը սպառնում էր ոչ միայն իրեն, այլև Մանվելին։ Մյուս կարևոր դեմքը շրջապատում էր Խաչատուր Անդրանիկյանը, 1990-ականների սկզբի Մանվելի տնտեսական խորհրդականը եւ հետագայում նրա գործակիցը տարբեր կառուցապատական նախագծերում։ Խաչատուրը չէր սիրում լույսի տակ լինել եւ հիմնականում աշխատում էր հանգիստ, բայց դա նրան չխանգարեց կուտակել մի հարստություն, որը նույնպես հետագայում դարձավ մամուլի կենտրոնում։ Նա ուներ գյուղատնտեսական հողեր Արագածոտնի մարզում, որոնց մեծ մասը ձեռք էր բերվել Մանվելի աջակցությամբ եւ ազդեցությամբ։ Հատկապես Ֆերիկ համայնքի շրջանում տեղացի բնակիչներն սկսել էին բողոքել, որ նրանց ջրամատակարարումը կտրվել է, քանի որ Խաչատուրը գրավել էր ջրի աղբյուրների ճանապարհները։ Սա չէր լինում պարզ բիզնես հակամարտություն, այլ ցույց էր տալի, թե ինչպես էր Մանվելի ուժը կարող ազդել տեղական իշխանությունների վրա, եւ թե որքան խորն էին կապերը նրա ընկերների միջև։ Եվ ահա տարօրինակ մանրամասնությունը։ Երբ 2018-ին Մանվելին մեղադրանք առաջ քաշվեց կոռուպցիայի մեջ, Խաչատուրը հանկարծակի վաճառեց իր ամբողջ գույքը Հայաստանում եւ տեղափոխվեց դեպի արտերկիր։ Ոմանք ասում էին, նա վախեցավ, որ հաջորդը իր հերթն է, բայց ուրիշներ կասկածում էին, որ նա գիտեր ավելի շատը, քան պարզապես կոռուպցիա։ Նա գիտեր, թե ինչ էր պատրաստվում Արցախի ճակատագրի համար։ Եվ վերջապես, երրորդ անձը, ով դարձավ մտերիմ Մանվելին, Սուրեն Ավետիսյանը, պաշտոնապես նշված որպես ռազմական խորհրդական, բայց ոչ պաշտոնական շրջանակներում հայտնի որպես լոբբիստ եւ միջնորդ Մոսկվայի ռազմական կառույցների հետ կապերի մեջ։ Սուրենի հիմնական խնդիրն էր ապահովել Հայաստանի համար ռազմական սարքավորումներ եւ պահպանել մշտական հաղորդակցությունը ռուսական բարձրաստիճան զինվորականների հետ, բայց նա նաեւ ուներ ավելի մութ գործընթացների համբավ։ Խոսվում էր, որ նա մասնակցում է ապօրինի զենքի վաճառքին եւ ռազմական աջակցության փոխանակմանը քաղաքական ծառայությունների դիմաց։
Սուրենը բացահայտորեն ասում էր, որ ամեն ինչը քաղաքականությունում գործարք է, եւ արդարությունը տեղ չունի այս աշխարհում։ Մանվելը նրան միշտ պաշտպանել է, նույնիսկ երբ քննադատությունը զգալի էր, ասելով. Սուրենը անում է այն աշխատանքը, որը ոչ ոք ուրիշ անել չի կարող, եւ դրա համար նա պետք է ունենա իմ վստահությունը։ Բայց 2019, ճիշտ 1 տարի առաջ Մանվելի մահվան, Սուրենը ներգրավեց մի խոշոր քրեական գործի մեջ Մոսկվայում, կապված ապօրինի ֆինանսական փոխանցումների հետ, եւ հանկարծ բոլոր մեղադրանքներն անհետացան, կարծես թե բարձր մակարդակի միջամտություն տեղի ունեցավ։ Ինչու են այս 3 մարդիկ նման կարևոր այս պատմության մեջ։ Քանի որ նրանք եռյակ էին, որոնք գիտեին ամեն ինչ Մանվելի մասին, եւ ամեն մեկը հետո անհետացավ կամ հեռացավ հանրային ուշադրությունից հենց այն պահին, երբ Մանվելի գործը բարձրացավ եւ երբ Արցախը սկսեց դժվարություններ տանել։ Եվ այն էլ, որ Սուրենը մի բան էր պատկերացնում իր կյանքի հետ եւ այն որպես հասարակական պատգամավոր, երբ Արցախը սկսեց դժվարին փուլ մտնել։ Եթե մենք ենթադրում ենք, որ եղել է նախապատրաստված սցենար Արցախի հանձնման համար, ապա այս մարդիկ պետք է լինեին նրանք, ովքեր գիտեին այդ մասին, քանի որ նրանք էին, ովքեր կազմակերպում էին տարբեր գործառնական հարթակները Մանվելի համար։ Եվ եթե Մանվելն իսկապես սկսեց կասկածել գործընկերներին, եթե նա իսկապես իմացավ, որ նրանք կապված են նախապատրաստվող սցենարի հետ, ապա նրա մահը ժամանակային առումով հենց այն իրավիճակն է, որը թույլ է տալիս հարցեր տալ։ Արդյոք Մանվել Գրիգորյանն իսկապես գիտեր, որ Արցախը պատրաստվում էին հանձնել, թե սա պարանոյային ենթադրություն է, որը մենք կառուցում ենք ներդուրագրածորեն։ Այս հարցը պահանջում է վերլուծել ոչ միայն այն, ինչ նա ասաց իր վերջին օրերին, այլև նրա գործողությունները 2018-ի հետ, երբ նա ձերբակալվեց եւ դրվեց տնային կալանքի տակ։ Երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության 2018 թվականի մայիսին, երկիրն անցնում էր խորը փոփոխությունների ժամանակաշրջան։ Հին վերնախավի կոռուպցիան արդեն դարել էր անտանելի, եւ Մանվել Գրիգորյանի անունը եղավ առաջին մեծ գործը նոր իշխանության համար։ 30 տարի անց զինվորը դեռ չի կարողանում խոսել առանց ձեռքերի դող, առանց ակնոցի ապակիների հետևից փախչող հայացքի, առանց այն զգացողության, որ լսողները չեն հավատալու։ Նա նստած է փոքրիկ բակում, Երևանի արվարձաններից մեկում, եւ յուրաքանչյուր նախադասություն ասում է այնպես, կարծես թե պատասխանատվություն է կրում յուրաքանչյուր բառի համար։ Երբ նրան հարցնում ես Մանվել Գրիգորյանի մասին, նա առաջին 3 րոպեն լռում է։ Հետո սկսում է խոսել ոչ թե պատերազմի հերոսության մասին, այլ նրա մասին, թե ինչպես է մի մարդու անունը կարող միաժամանակ հպարտություն եւ սարսափ առաջացնել նույն մարդու մեջ։ Նա հիշում է օրերը, երբ Մանվելը գալիս էր դիրքեր եւ ամբողջ գումբի մարդիկ ուղղվում էին ոչ թե ռազմական պրոտոկոլի պատճառով, այլ այն վախից, որ եթե ինչ-որ մեկը սխալվի, պատիժը կլինի այնպիսին, որ ավելի լավ է չխոսել այդ մասին։ Նա հիշում է կոնկրետ դեպք, երբ 2 զինվոր ուշացել էին հերթապահությունից եւ Մանվելը հրամայել էր, որ նրանք 3 օր ոչինչ չուտեն, միայն ջուր խմեին, եւ այդ 3 օրը նրանք պետք է հերթապահեին կրկնակի ժամերով, առանց քնի, որովհետեւ նրանց սխալը վտանգ էր ստեղծել ամբողջ դիրքի համար։ Եվ Մանվելի փիլիսոփայությունն այն էր, որ վախը պահում է մարդկանց կենթանի։ Ուրիշ զինվոր, անձնական փորձի մասին խոսող, պատմում է, որ նա ականատես է եղել, թե ինչպես է Մանվելը մի օր կանչել ենթակային իր աշխատասենյակ եւ գլխի է դրել պիստոլետը ոչ թե հրելու համար, այլ հարցնելու հարց. Արդյոք դու վախենում ես մահից ավելի, քան ինձնից։ Եվ երբ զինվորը չի կարողացել պատասխանել, Մանվելը իջեցրել է զենքը եւ ասել. ավելի լավ է վախենաս ինձնից, քանի որ ես եմ այստեղ ամեն օր, իսկ մահը միայն մեկ անգամ կգա։ Նման պատմություններ վերակառուցելը դժվար է, քանի որ դրանք հակասական են, դրանց փաստագրությունը թույլ է, եւ որոշ զինվորներ հերքում են դրանք, պնդելով, որ Մանվելը խիստ էր, բայց արդար։ Բայց նույնիսկ հերքողները չեն ժխտում, որ նրա ներկայությունը ստեղծում էր լարվածություն, եւ որ շատերը նախընտրում էին չլինել նրա անմիջական հրամանատարության տակ։ Մի անգամ 1994-ին, երբ հայկական ուժերը պաշտպանում էին Մարտակերտի շրջանի դիրքերը, 2 զինվոր փորձեցին անհետացնել գիշերվա ընթացքում պարզապես հեռանալ դեպի հետին շարքեր, եւ երբ նրանց բռնեցին, Մանվելը անձամբ եկավ նրանց մոտ եւ ասաց. Ես ձեզ տալիս եմ ընտրություն, վերադառնալ դիրքերը եւ մարտնչել առաջին տողում 3 օր, կամ մնալ այստեղ եւ պատասխանել դավաճանության համար։ Եվ 2 զինվորները ընտրեցին առաջին տողը, եւ նրանցից մեկը զոհվեց երկրորդ օրը։ Այս դեպքերից յուրաքանչյուրը թողնում է հարց. արդյոք Մանվելը դաստիարակում էր հերոսներ, թե ստեղծում էր մի ռեժիմ, որտեղ վախը խառնվում էր հավատարմությանը, եւ արդյոք հնարավոր է պաշտպանել հայրենիքը, եթե զինվորներդ ատում են քեզ այնքան, որքան թշնամուն։ Բայց անուշադրության չպետք է թողնել մեկ այլ փաստ, որը խոսում է շատ բանի մասին։
Երբ Մանվելը ձերբակալվեց 2018-ին, զինվորական համայնքի ներսում ռեակցիան եղավ բաժանված։ Մի խումբ հին զինվորներ, ովքեր մարտնչել էին նրա հետ 90-ականներին, հանրային նամակ գրեցին, պաշտպանելով նրան եւ պնդելով, որ նրա անունը չի կարող կոծկվել կոռուպցիայի մեղադրանքներով, քանի որ նա զոհաբերել է ամեն ինչ հայրենիքի համար։ Սակայն մեկ այլ խումբ, մարդիկ, ովքեր նույնպես ծառայել են նրա հետ, ընդհակառակը պահպանեցին լռություն։ Եվ մի քանիսը, ովքեր խոսեցին անանուն պայմաններով, ասացին, որ Մանվելի ձերբակալումը ուշացել է տասնամյակներով, եւ որ կոռուպցիան միայն մի մասն էր ավելի խորը խնդրի, որը առնչվում էր իշխանության չարաշահմանը եւ անձնական թագավորության ստեղծմանը։ Մեկ նախկին սպա, ով պահանջեց անանունություն, ասաց, թե մենք մարտնչեցինք, որպեսզի ազատագրենք հողեր, բայց Մանվելը դարձրեց դրանք սեփականություն, եւ մենք նայում էինք, թե ինչպես է այն, ինչի համար մենք մեր ընկերներին տվինք, դարձել մի քանի մարդկանց բիզնես։ Հարցը չէ միայն նրանում, թե արդյոք Մանվելը դաժան էր կամ արդար, հերոս կամ բռնակալ։ Հարցն այն է, թե ինչու է այս երկու կերպարը գոյակցում մեկ մարդու մեջ, եւ արդյոք Հայաստանի համակարգը թույլ էր տալիս, որ այդպիսի մարդիկ ստեղծեն իրենց անձնական կայսրություններ, այն կայսրություններ, որոնք երբ հարկ էր գալիս պաշտպանել երկիրը, դառնում էին սարսափի աղբյուր նույն այն մարդկանց համար, ում նրանք պաշտպանում էին։ Արդյոք հնարավոր է այս հակասությունը հաշտեցնել, թե պետք է ընդունել, որ պատերազմը ստեղծում է այնպիսի մարդկանց, ովքեր անհրաժեշտ են ճակատում, բայց անհանդուրժելի խաղաղության մեջ։ Հաղթեր Կարապետյանը, Մանվելի կինը, 40 տարի ապրեց նրա կողքին, եւ երբ նրան հարցնում են այդ տարիների մասին, նա ասում է. «Ես ունեցա 2 ամուսին, մեկը ում տեսնում էր աշխարհը, եւ մեկը ում տեսնում էի միայն ես»։ Այս նախադասությունը բացում է դուռը դեպի այն իրականությունը, որը մնում էր փակված հանրային ուշադրությունից, եւ որը բացատրում է, թե ինչպես էր պատերազմի հերոսը տանը դառնում պարանոիկ մարդ, ով վախենում էր ոչ թե թշնամուներից, այլ նրանցից, ովքեր երբեմն եղել են իր ամենամոտ մարդիկ։ 2018-ից հետո, երբ ձերբակալումը դարձավ իրականություն եւ տնային կալանքը փոխարինեց նախկին ազատությանը, տանը մթնոլորտը փոխվեց։ Հաղթերը հիշում է, որ առաջին ամիսները Մանվելը դեռ պահպանում էր հանգստությունը, համոզված էր, որ դա քաղաքական գործընթաց է, որը կավարտվի եւ որ ճշմարտությունը կհաղթի։ Նա ասում էր. «Նրանք փորձում են ինձ օրինակ դարձնել նոր իշխանության համար, բայց ես արել եմ այն, ինչ պետք է պատերազմում, եւ պատմությունը կարդարացնի»։ Բայց ժամանակի ընթացքում նրա վստահությունը սկսեց փչանալ, քանի որ նա սկսեց նկատել, որ նախկին գործընկերներից շատերը չեն զանգահարում այլևս, որ այն մարդիկ, ովքեր խոստացել էին աջակցություն, հեռանում էին լռությամբ, եւ որ նույնիսկ ընտանիքի ընդլայնված անդամները սկսել էին խոսել զգուշությամբ, կարծես փորձելով պահպանել հեռավորություն։ Դա էր պահը, երբ Մանվելը սկսեց կասկածել։ Հաղթերը նկարագրում է, թե ինչպես էր իր ամուսինը սկսել ստուգել հեռախոսների հնարավոր գաղտնալսումը, թե ինչպես էր նա հարցնում նրան, ում հետ է խոսել օրվա ընթացքում, եւ արդյոք որևէ մեկը հարցեր է տվել նրա մասին։ Մի օր նա տեսավ, որ Մանվելը վերադարձել է սեփական թղթապանակները եւ սկսել կարդալ հին նամակները, հին հեռախոսագրերը, այն փաստաթղթերը, որոնք պահել էր տասնամյակներ, եւ երբ նա հարցրեց. «Ինչու է սա անում», Մանվելը պատասխանեց. «Ես փորձում եմ հիշել, թե ով գիտեր ինչ, քանի որ հնարավոր է, որ ինչ-որ մեկը օգտագործում է դա իմ դեմ»։ 2020-ին Մանվելը սկսեց ավելի քիչ ժամանակ անցկացնել ընդհանուր սենյակներում եւ ավելի շատ երկար ժամեր մնալ իր աշխատասենյակում, փակ դռներով։ Հաղթերը պատմում է, որ երբեմն նա լսում էր ձայներ, կարծես Մանվելը խոսում էր ինքն իր հետ, կամ գուցե կարդում էր բարձրաձայն ինչ-որ բան փաստաթղթերից։ Երբ նա փորձեց մտնել, Մանվելը արագ թաքցրեց թղթերը եւ ասաց. «Ոչինչ, կարևոր չէ, պարզապես հին հիշողություններ»։ Բայց Հաղթերը տեսավ նրա դեմքի արտահայտությունը, եւ դա չէր հին հիշողությունների դեմքը, այլ մարդու, ով վախենում է ինչ-որ բանից, որը մոտենում է, եւ նա չի կարող դադարեցնել։ Պարանոյան սովորաբար գալիս է աստիճանաբար, երբ մարդը սկսում է տեսնել սպառնալիք ամենուր, բայց Մանվելի դեպքում պարանոյան արդարացված էր մասամբ, քանի որ իրականում նրա հիրօրիրականում նրա հին կապերը իսկապես հեռանում էին, եւ դա նշանակում էր, որ ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան գործում էր նրա շուրջը։ Հաղթերի համար ամենաանհանգստացնող էպիզոդը եղավ մի գիշեր 2020-ի սեպտեմբերին, քանի դեռ պատերազմը չէր սկսվել, բայց լարվածությունը արդեն աճում էր սահմանին։ Այդ գիշեր Մանվելը արթնացավ սարսափով, քրտնաջամ, եւ երբ Հաղթերը հարցրեց ինչ է պատահել, նա ասաց. «Ես տեսա երազ, որ Արցախում այլևս հայկական դրոշ չկա, եւ մարդիկ խոսում էին, որ ես մեղավոր էի, քանի որ ես ազատագրել էի այն հողերը, բայց հետո դրանք վաճառել էի»։
Հաղթերը փորձեց նրան հանգստացնել, ասելով, որ սա միայն դժվար ժամանակների անհանգստությունն է, բայց Մանվելը պնդեց. դա ոչ թե երազ էր, այլ նախազգացում, եւ ես փորձում եմ հասկանալ, թե ով է ինձ առաջինը մատնելու, երբ ժամանակը գա։ Հաղթերը դրանից հետո ավելի ուշադիր դարձավ նրա վարքագծի նկատմամբ եւ նկատեց, որ Մանվելը սկսել է հեռախոս խոսել միայն գիշերները եւ միայն որոշակի մարդկանց հետ, եւ որ նա բազմիցս ստուգում էր, թե արդյոք հեռախոսագիրը լսվում է բարձրաձայն։ Ընտանիքի անդամները սկսեցին կասկածել, որ Մանվելը կորցնում է հոգեկան հավասարակշռությունը, բայց նույնիսկ բժիշկը, ով այցելում էր օնկոլոգիական վերահսկման համար, խոստովանեց, որ Մանվելի վերաբերմունքը փոխվել է, նա սարսափելի զգուշավոր էր դարձել ամեն հարցի նկատմամբ։ Եվ երբ բժիշկը հարցրեց, արդյոք նա տառապում է անքնությունից, Մանվելը պատասխանեց. ինչպես կարող եմ քնել, երբ չգիտեն, թե ով է գալիս վաղը։ Վերջին ամիսներին, հատկապես 2020 հոկտեմբերին, երբ պատերազմն արդեն սաստկանում էր Արցախում, Մանվելը սարսափելի հետևողականությամբ հարցնում էր ռադիոյի նորությունները, եւ երբ լսում էր Ադրբեջանի առաջխաղացումների մասին, նա լուռ լինում էր երկար րոպեներ, եւ Հաղթերը տեսնում էր, որ նրա աչքերում արտացոլվում էր ոչ թե զարմանք, այլ հիասթափություն։ Կարծես նա սպասում էր հենց այդ նորություններին, եւ դրանք հաստատում էին այն, ինչ նա արդեն գիտեր իր ներսում։ Մի անգամ նա ասաց Հաղթերին. երբ պատերազմը ավարտվի, ամեն ինչ կկորցնենք, եւ մարդիկ կհարցնեն ինչու, բայց պատասխանը չեն տա, քանի որ ով պատասխանը գիտեն, այլևս չեն խոսի։ Հաղթերը չհասկացավ այդ պահին, թե ինչ էր նա նկատի ունենում, բայց հետագայում, երբ Մանվելը մահացավ եւ երբ Արցախի հողերը իսկապես անցան ադրբեջանական վերահսկողության տակ, այդ նախադասությունը սարսափելի իմաստ ստացավ։ Հարցը մնում է. արդյոք Մանվելի պարանոյան էր մասնակի բժշկական վիճակ, կապված հիվանդության եւ մեկուսացման հետ, թե նա իրականում տեսնում էր ինչ-որ բան, որը ուրիշները տեսնել չէին կարողանում, եւ արդյոք նրա վախերը ճիշտ էին, եւ եթե ճիշտ էին, ապա ով էր այն մարդը կամ խումբը, որից նա վախենում էր։ Վերջին 42 ժամերը Մանվել Գրիգորյանի կյանքում սկսվեցին 2020 թվականի նոյեմբերի 17-ին առավոտյան, երբ նա արթնացավ ժամը 7-ին, եւ ըստ Հաղթերի պատմության, առաջին բանը, որ նա ասաց, եղավ. այսօր եղանակը տհաճ է, բայց պատերազմի նորությունները ավելի վատ կլինեն։ Դա էր փառքը, որ նա չարտասանեց բարձրաձայն, բայց գրեց իր վերջին նոթատետրում, որը հետագայում գտան փաստաբանը եւ ընտանիքը, եւ այս նախադասությունը դարձավ վերջին գրված խոսքերից մեկը։ Այդ առավոտ նա հրաժարվեց նախաճաշից, ասելով, որ ախորժակ չունի, բայց խնդրեց սուրճ, բավականին ուժեղ, քանի որ գիշերը քիչ էր քնել։ Նա նստեց իր սենյակի պատուհանի մոտ, որտեղից տեսանում էր Երևանի փողոցները, եւ երբ Հաղթերը հարցրեց, արդյոք նա ցանկանում է ինչ-որ բան, Մանվելը պատասխանեց. ես ցանկանում եմ, որ ժամանակը կանգնի, բայց գիտեմ, որ դա հնարավոր չէ, եւ ուստի ես պետք է պատրաստ լինեմ այն ամենին, ինչ գալիս է։ Հաղթերը այդ օրն անցկացրեց տանը, քանի որ Մանվելը խնդրել էր նրան մնալ իր մոտ, եւ երբ նա հարցրեց, արդյոք նա վատ է զգում, Մանվելը ժխտեց, ասելով, որ պարզապես ցանկանում է, որ ընտանիքը մոտ լինի։ Օրվա մեծ մասը նա անցկացրեց լռության մեջ, բայց երբեմն նա խնդրում էր Հաղթերին պատմել ինչ-որ բան հին ժամանակներից, երբ նրանք դեռ երիտասարդ էին, եւ երբ նա պատմում էր, Մանվելը լսում էր, բայց կարծես նրա միտքը ուրիշ տեղ էր։ Մի պահ Հաղթերը նկատեց, որ նա արտասվում է անձայն, եւ երբ հարցրեց ինչու, Մանվելը պատասխանեց. ես լաց չեմ լինում իմ համար, այլ նրանց համար, ովքեր չեն հասկանում, որ ամեն ինչ արդեն կորած է։ Նա այլևս ոչինչ չավելացրեց, եւ Հաղթերը հասկացավ, որ այդ լռությունը ավելի ծանր էր, քան ցանկացած խոսք կարող էր լինել։ Երեկոյան, երբ արևը արդեն թաքնվում էր Երևանի լեռների հետևը, Մանվելը փակվեց իր սենյակում եւ չհրավիրեց ոչ ոքի։ Դա էր վերջին անգամ, երբ Հաղթերը նրան տեսավ արթուն։ Նոյեմբերի 18-ից 19 գիշերը Մանվելի մարմինը արթնացավ, բայց նրա հոգին կարծես արդեն հեռացել էր։ Բժիշկը, որը եկավ ստանդարտ ստուգման, նկատեց մի բան, որը նրան սարսափեցրեց։ Մանվելի աչքերը դարձել էին ոչ թե հիվանդ մարդու աչքեր, այլ մարդու, ով արդեն հրաժարվել է կռվից։ Նա չխոսեց դրա մասին Հաղթերի հետ, քանի որ բժշկական եթիկան արգելում էր, բայց իր նոթատետրում նա գրեց. Հիվանդը ցույց է տալիս ֆիզիկական եւ մոեքեբանական ծանրության այնպիսի նշաններ, որոնք ընդհանուր չեն օնկոլոգիական ախտորոշման հետ, կարծես ինչ-որ այլ բեռ է ճնշում նրան։ 2018-ից սկսած, այն պահից, երբ ձերբակալությունը դարձավ հանրային խայտառակություն, Մանվելի մարմինը սկսեց մաշվել ոչ միայն հիվանդության պատճառով, այլև ինչ-որ ներքին պատերազմի։ Նա կորցրեց ավելի քան 20 կիլոգրամ 2 տարում, նրա թաց եւ ճերմակ մազերը դարձան նոս, մաշկը սկսեց փխրուն լինել, իսկ ձեռքերի դող, որը սկզբում թվում էր ֆիզիոլոգիական, դարձավ մշտական։
Ընտանիքի անդամները հիշում են, որ նա սկսեց խուսափել հայելուց, քանի որ երբ նայում էր իրեն, ասում էր. «Ես այլևս ճանաչում չեմ այդ մարդուն»։ Բժշկական արխիվները, որոնք պահվում էին անվտանգության ծառայության հատուկ բաժնում, պարունակում էին տեղեկություններ, որոնք երբեք չհրապարակվեցին։ Մանվելի անձնական բժիշկը, ով սպասարկում էր նրան 30 տարի, մահից հետո տվեց մի փոքրիկ ակնարկ լրագրողին, անանուն մնալու պայմանով։ Նա ասաց, որ Մանվելի օնկոլոգիան ախտորոշվել է ավելի վաղ, քան հրապարակվեց, հատկապես 2014-ին, բայց Մանվելը խնդրել էր գաղտնի պահել, քանի որ վախենում էր, որ թուլություն ցույց տալը կնվազեցնի նրա դիրքը պաշտպանական համակարգում։ Բժիշկը նաև հիշեց մի էպիզոդ, երբ Մանվելը հարցրեց. արդյոք հնարավոր է, որ մեկը մահացնի մարդուն դանդաղ, թունավորման միջոցով, այնպես որ դա նման լինի բնական հիվանդության։ Բժիշկը զարմացել էր այդ հարցից եւ պատասխանել. տեսականորեն հնարավոր է, բայց ինչու հարցնում եք։ Եվ Մանվելը պատասխանել է. պարզապես հետաքրքրություն, մոռացեք։ Սակայն բժիշկը չմոռացավ, եւ երբ Մանվելը մահացավ, Այդ հարցը վերադարձավ նրա հիշողությանը։ Արդյոք Մանվելը կասկածում էր, որ իր հիվանդության հետ ինչ-որ մեկը խաղում է, թե սա էր հիվանդ մարդու պարանոյայի արտահայտությունը։ Նոյեմբերի 19, երեկոյան ժամը 12-ից հետո բժիշկը վերջին անգամ տեսավ Մանվելին։ Նա նկարագրեց, որ Մանվելը շնչում էր դժվարությամբ, բայց պնդեց, որ ուզում է լինել գիտակից մինչև վերջը։ Նա ասաց բժշկին. «Ես չեմ վախենում մահից։ Ես վախենում եմ, որ կմեռնեմ չիմանալով ճշմարտությունը, թե ով էր իրականում մեղավոր այն ամենի մեջ, ինչ պատահեց»։ Բժիշկը չհասկացավ, թե ինչ նկատի ունի Մանվելը, բայց հաղթերը, որը լսեց այդ խոսքերը, հետո ասաց, որ Մանվելը խոսում էր Արցախի մասին, պատերազմի մասին եւ այն մասին, որ նա կասկածում էր մեծ դավաճանություն։ Բայց բժիշկը չուներ ժամանակ հարցնել ավելին, քանի որ Մանվելի վիճակը սկսեց վատանալ արագ, եւ առավոտյան ժամը 5-ին նա մահացավ, իր կնոջ ձեռքը բռնած, վերջին խոսքը ասելով. «Թողեք, որ բոլորը իմանան, թողեք»։ Բայց թե ինչ պետք է իմանային։ Դա արդեն մնաց չասված։ Նրա մարմինը չկարողացավ տանել հիվանդության եւ սթրեսի կրկնակի հարվածը։ Բայց նա գիտեր ինչ-որ բան, որը նրան այնքան էր ճնշում, որ կյանքի կամքը հեռացավ նրանից։ 3 օր անց փաստաբանը, ով հավատարիմ էր Մանվելին մինչև վերջ, ստացավ արտակարգ թույլտվություն մուտք գործելու մի հատուկ պահեստ, որտեղ անվտանգության ծառայությունը պահպանում էր գաղտնի ֆայլերը նրանց մասին, ովքեր ծառայել էին պաշտպանական համակարգում։ Այդ պահեստը գտնվում էր Երևանի կենտրոնից հեռու, հին շենքի ստորգետնյա հարկում, եւ մուտքը թույլատրվում էր միայն հատուկ օրերին։ Փաստաբանը, որի անունն էր Արմեն Մարտիրոսյան, հիշում է, որ երբ նա բացեց Մանվել Գրիգորյանի անձնական գործը, համարակալված ՄԳ 1956 հատուկ, նա տեսավ մոտ 200 էջ փաստաթղթեր, որոնց մեծ մասը կապված էին ռազմական գործառնությունների հետ 90-ականներին։ Բայց նա նաև տեսավ ինչ-որ տարօրինակություն։ Էջեր 36-ից մինչև 50 բացակայում էին, եւ նրանց փոխարեն դրված էր սպիտակ թուղթ կարմիր դրոշմով, Որի վրա գրված էր. համված 2019 թվականի մարտի 31-ին, անվտանգության նկատառումներով։ Արմենը հարցրեց արխիվատար Պաշտոնյային, ով է հանել այդ էջերը, եւ Պաշտոնյան պատասխանեց, որ իր տվյալների համաձայն դա արվել է վերին հրամանով, բայց անունը գաղտնի է։ Արմենը պահանջեց տեսնել մուտքի մատյանը, որտեղ գրանցվում են բոլոր այցելուները, եւ նա նկատեց, որ 2019 թվականի մարտի 31-ին ժամը 19-ը մուտք է գործել անձ չնշված անունով, միայն կոդով F274։ Այդ կոդը վերաբերում էր բարձրաստիճան պաշտոնյայի, ով հնարավորություն ուներ մուտք գործել առանց լրացուցիչ հաստատման։ Բայց ով էր F274 եւ ինչու նա հանեց հենց այդ էջերը հենց այդ ամսվա սկզբին, երբ Մանվելը դեռ կենդանի էր եւ երբ պատերազմը դեռ չէր սկսվել։ Արմենը փորձեց հետագա հետաքննություն, բայց բախվեց պաշտոնական պատասխանին։ Այդ տեղեկությունները դասակարգված են եւ դուք իրավունք չունեք մուտք գործել դրանց։ Նա իմացավ միայն մեկ բան. այդ էջերը պարունակում էին ռազմավարական փաստաթղթեր, որոնք կապված էին Արցախի սահմանային դիրքերի հետ եւ որոնք ցույց էին տալիս դիրքերի թույլ կետերը։ Այդ էջերը հանվել էին մի տարի առաջ պատերազմի։ Ինչ որ մեկը պատրաստվում էր։ Արմենը սկսեց կասկածել, բայց նա չուներ ապացույցներ։ Նա միայն գիտեր, որ Մանվելը վերջին օրերին խոսում էր թղթերի մասին, որոնք կարող էին բացահայտել ճշմարտությունը, բայց այդ թղթերը այլևս չկային։ Ոչ նրա տանը, ոչ արխիվում, ոչ որևէ այլ տեղ, որտեղ նրանք պետք է լինեին։ Սակայն Արմենը չդադարեց։ Նա պատահաբար խոսեց մի նախկին պաշտոնյայի հետ, ով աշխատել էր անվտանգության ծառայությունում 90-ականներին, եւ ով հիշում էր, որ Մանվելը մի անգամ բերել է անձամբ փաթեթ, կնքված, եւ ասել. այս փաստաթղթերը պետք է պահել 50 տարի եւ դրանք բացել միայն այն դեպքում, եթե ես մեռած լինեմ եւ եթե Արցախը վտանգի տակ լինի։
Այդ փաթեթի գոյությունը չի հաստատվում պաշտոնական գրառումներով, բայց եթե այն իրոք գոյություն ունեցավ, ապա դրա անհետացումը նշանակում է, որ մեկը միտումնավոր հեռացրել է ապացույցները, որոնք կարող էին փոխել պատմությունը։ Ո՞վ էր այդ մարդը, եւ ինչպես նա իմացավ, որ այդ փաթեթը գոյություն ունի։ Արխիվների մեջ թաքնված է ինչ-որ բան, որը մենք չգիտենք, կամ ամեն ինչ արդեն ոչնչացվել է, եւ միակ ապացույցները այժմ միայն հիշողություններում են, որոնք աստիճանաբար մարում են ժամանակի հետ։ Երբ պատերազմը վերջացավ 2020-ի նոյեմբերի 9-ին, երբ ստորագրվեց հրադադարը, եւ երբ Արցախի հողերի մեծ մասը պաշտոնապես անցավ ադրբեջանական վերահսկողության տակ, մի փոքր խումբ լրագրողներ սկսեց հետազոտել, թե ով շահեց այս պատերազմից, ոչ միայն ռազմական առումով, այլև քաղաքական եւ տնտեսական։ Նրանք սկսեցին հետևել փողի հետքին, հողերի նոր սեփականատերերին եւ պայմանագրերին, որոնք կնքվեցին անմիջապես պատերազմի ավարտից հետո։ Եվ նրանք հայտնաբերեցին մի անուն, որը կրկնվում էր անընդհատ, անուն, որը պաշտոնապես չէր առնչվում ռազմական գործողությունների հետ, բայց որը հայտնվում էր ամեն կարևոր գործարքի ետևում։ Այդ անունն էր Տիգրան Խաչատրյանը, ձեռներեց, ով 2019 թվականից սկսել էր հսկայական ներդրումներ անել անշարժ գույքում Հայաստանում, եւ ով ուներ անուղղակի կապեր պաշտպանական նախարարության հետ, Տիգրանը հանրային դեմք չէր։ Նա խուսափում էր լրագրողներից, եւ նրա անունը հազիվ երևում էր պաշտոնական գրառումներում։ Բայց բիզնես համայնքում նրան ճանաչում էին որպես մարդ, ով գիտեր թե ինչպես միացնել քաղաքականությունը եւ բիզնեսը։ Նա եղել է մի քանի հատուկ կոմիտեների անդամ, որոնք խորհրդատվություն էին անում կառավարությանը պաշտպանական հարցերում, եւ նա ունեցել է մուտք դեպի գաղտնի ռազմավարական տվյալներ։ Երբ պատերազմը սկսվեց 2020-ի սեպտեմբերի 27-ին, Տիգրանը արդեն վաճառել էր իր ամբողջ ակտիվները Արցախում, որոնք նա ունեցել էր տասնամյակներ, եւ փոխանցել գումարը դեպի արտասահման։ Դա կարող էր թվալ պարզապես հեռատեսություն կամ պատահականություն, բայց երբ ավելի մանրամասն ուսումնասիրեցին, պարզվեց, որ նա սկսել էր վաճառել 6 ամիս առաջ պատերազմի, հենց այն ժամանակ, երբ պաշտոնապես ոչ ոք չէր խոսում պատերազմի մասին։ Ավելին, Տիգրանը պատերազմի ավարտից 3 շաբաթ անց ստացավ մեծ պայմանագիր Հայաստանի կառավարությունից, վերականգնման աշխատանքների համար սահմանամերձ գոտիներում, պայմանագիր, որը գնահատվում էր $10 միլիոն։ Ովքեր էին որոշում այդ պայմանագրի շնորհումը, եւ արդյոք Տիգրանը ունեցավ հատուկ տեղեկություններ, որոնք թույլ տվեցին նրան պատրաստվել այդ իրավիճակին։ Լրագրողները փորձեցին հարցազրույց վերցնել նրանից, բայց նա մերժեց։ Նրա փաստաբանը հայտարարեց, որ Տիգրանի բիզնես գործունեությունը լիովին օրինական է եւ որ ցանկացած մեղադրանք առանց ապացույցների համարվելու է բամբասանք։ Սակայն մի նախկին աշխատակից Տիգրանի գրասենյակից, ով խնդրեց անանունություն, պատմեց, որ 2020-ի օգոստոսին, 1 ամիս առաջ պատերազմի, Տիգրանն ուներ հանդիպում մի բարձրաստիճան ռազմական հետ եւ նրանք քննարկում էին քարտեզներ Արցախի մասին։ Այս վկայությունը չի հաստատվում ապացույցներով, բայց եթե դա ճիշտ է, ապա հարցը դառնում է չարչարկող։ Տիգրանը չէր պարզապես խելացի բիզնեսմեն, ով կանխատեսեց իրադարձությունները։ Նա մասնակից էր մի ավելի խորը սցենարի, որտեղ պատերազմի ելքը արդեն նախապես պայմանավորված էր։ Եվ եթե այդպես է, ապա ովքեր էին մյուս մասնակիցները։ Եվ արդյոք Մանվել Գրիգորյանը հասկացավ դա իր վերջին օրերին, երբ նա խոսեց հանձնման մասին, որ ոչ թե պարտություն էր, այլ գործարք։ Լրագրողները հայտնաբերեցին նաև, որ Տիգրանի գործընկերներից մեկը եղել է Խաչատուր Անդրանիկյանը, այն մարդը, ով Մանվելի տնտեսական խորհրդականն էր 90-ականներին եւ ով հանկարծակի հեռացավ երկրից 2018-ին։ Արդյոք այս կապը պատահական է, թե նրանք մասնակցում էին միևնույն ցանցին, եւ արդյոք Մանվելը բացահայտեց այդ կապը, եւ դա էր պատճառը, որ նա զգաց դավաճանված։ Երբ լրագրողները հարցրին Խաչատուրին հեռախոսով, նա բացահայտ հերքեց ցանկացած կապ Տիգրանի հետ, բայց մի ընկեր, ով լավ ճանաչում էր նրան, ասաց, որ Խաչատուրը ստում է եւ որ նա եւ Տիգրանը հանդիպում էին բազմիցս 2019-ը։ Ամեն ինչը ցույց է տալիս, որ եղել է մի ցանց մարդկանց, այդ թվում Տիգրանը, Խաչատուրը եւ հնարավոր է ուրիշներ, ովքեր իմացել են նախապես պատերազմի ելքի մասին, կամ գուցե նույնիսկ ազդել են այդ ելքի վրա։ Եվ եթե այդպես է, ապա Մանվելը, ով ընդվզում էր հանձնման մասին, դարձավ անհարմար վկա, մարդ, ով գիտեր չափազանց շատ եւ ով կարող էր խոսել։ Բայց նա մահացավ հենց ժամանակին, առաջ քան կարողանար հրապարակել ապացույցները։ Նրա մահը չէր միայն հիվանդության պատճառով։ Ինչ որ մեկը օգնեց նրան մեռնել դանդաղ, անհետևելի ձևով, որպիսի թաղեն նաև գաղտնիքները, որոնք նա տիրապետում էր։ Բայց դավաճանության պատմությունը սկսվել էր շատ ավելի վաղ։ 2019 թվականի փետրվարի 12-ին, երբ Մանվել Գրիգորյանը դեռ ազատ էր եւ երբ ձերբակալումը կարծես հեռու իրականություն էր, նա հանդիպեց մարդուն, ում վստահում էր ամբողջ կյանքը։
Այդ մարդը 30 տարի եղել էր նրա ստվերը, նրա երկրորդ սիրտը, մարդը, ով գիտեր բոլոր գաղտնիքները եւ ով երբեք չէր դավաճանել։ Կամ այդպես էր Մանվելը մտածում մինչև այդ օրը։ Սուրեն Ավետիսյանը ժամանեց ուշ երեկոյան, երբ արևը թաքնվել էր Արագածի լեռների հետևը, երբ Երևանի փողոցները դատարկ էին եւ երբ ոչ ոք չէր կարող տեսնել, թե ով է մտնում Մանվելի տուն։ Հաղթերը հիշում է, որ Սուրենը չուներ իր սովորական վստահ դեմքը։ Նրա աչքերը խուսափում էին ուղիղ հայացքից։ Երբ Մանվելը հարցրեց. «Ինչու է եկել այդքան ուշ», Սուրենը պատասխանեց. «Պետք է խոսենք առանձին, եւ պետք է դու լսես ամեն ինչը, նախքան ուրիշներից իմանաս»։ Նրանք փակվեցին Մանվելի աշխատասենյակում։ Այն, ինչ տեղի ունեցավ հաջորդ 80 րոպեների ընթացքում, երբեք ամբողջությամբ չպարզվեց։ Հաղթերը լսեց բարձրացած ձայներ, լսեց Մանվելի աղաղակը. «Դու ինձ ասում ես, որ դու գիտեիր ամեն ինչ եւ լռեցիր»։ Հետո լռություն։ Երկար, ծանր լռություն, որն ավելի սարսափելի էր, քան ցանկացած աղմուկ կարող էր լինել։ Երբ Սուրենը դուրս եկավ, նրա դեմքը սպիտակ էր։ Նա չնայեց հաղթերին, չասաց ոչ մի բառ, պարզապես հեռացավ դանդաղ քայլերով, կարծես մարդ, ով իմանում էր, որ հենց հիմա խախտել է ինչ-որ մի սահման, որից վերադարձ չկա։ Մանվելը մնաց սենյակում եւս 1 ժամ, եւ երբ հաղթերը մտավ, նա տեսավ ամուսնուն նստած, գլուխը բռնած ձեռքերի մեջ։ Աթոռի առջև պատի վրա կախված էր Արցախի քարտեզը։ Այն քարտեզը, որը ցույց էր տալիս ամեն հատված, որ նրանք ազատագրել էին 90-ականներին։ Մանվելը նայում էր այդ քարտեզին, եւ նրա աչքերում արտացոլվում էր ոչ թե զայրույթ, այլ ավելի վատ բան՝ անհույսություն։ Նա ինձ ասաց, որ դավաճանությունը սկսվել է 10 տարի առաջ, ասաց Մանվելը, առանց կնոջ հայացքին պատասխանելու։ Ասաց, որ եղել են հանդիպումներ, պայմանավորվածություններ, գործարքներ, որոնց ես ականատես չէի, բայց որոնց արդյունքը հենց հիմա ենք տեսնում։ Եվ նա ասաց, որ ես այլևս վտանգ եմ նրանց համար, ովքեր այս ամենը կազմակերպել են։ Հաղթերը չհասկացավ լրիվ, բայց նա զգաց, որ ինչ-որ բան անվերադարձ կերպով թողվել է այդ երեկոյան։ Մանվելը չէր խոսում մանրամասների մասին, նա միայն ասաց. Սուրենը համաձայնել էր աշխատել նրանց համար, որովհետև նրան սպառնացել են նրա ընտանիքին։ Եվ նա ինձ զգուշացրեց, որ նրանք գալու են նաև ինձ համար, եւ որ ժամանակը շատ քիչ է։ Բայց ով էին նրանք։ Մանվելը չպատասխանեց այդ հարցին։ Նա միայն խնդրեց հաղթերին փախցնել այն փաստաթղթերը, որոնք դեռ չէին վերցրել, եւ չկարևոր թե որտեղ, բայց այնպես, որ ոչ ոք չգտնի։ Հաղթերը հարցրեց. Արդյոք նա վտանգի մեջ է։ Եվ Մանվելը ասաց. Մենք բոլորս վտանգի մեջ ենք, բայց ես ավելի շատ, քանի որ ես եմ, ով ամեն ինչ գիտեմ, եւ նրանք չեն կարող թույլ տալ, որ ես խոսեմ։ Հետո եկավ մայիսը, ձերբակալումը, տնային կալանքը։ Սուրենը այլևս երբեք չզանգահարեց։ Արտյոմը, նախկին անվտանգության խորհրդականը, անհետացել էր տարիներ առաջ։ Խաչատուրը, տնտեսական գործընկերը, արտերկրում էր եւ չէր պատասխանում զանգերին։ Մանվելը մնաց մենակ։ Այն մարդիկը, ում նա վստահել էր, մեկ առ մեկ հեռացել էին, եւ նրանցից յուրաքանչյուրը տարել էր իր հետ մի մասը պատմության, որը Մանվելը փորձում էր վերականգնել իր վերջին ամիսներին։ 2018-ին, երբ Մանվելը արդեն տնային կալանքի տակ էր եւ երբ ազատությունը թվում էր հեռավոր երազ, նա սկսեց վերականգնել իր ամբողջ արխիվը, այն արխիվը, որը հավաքել էր 30 տարի։ Նա գիտեր, որ ժամանակը սպառվում է եւ որ պետք է գտնի այն փաստաթղթերը, որոնք ապացուցեն, որ Արցախի ապագան արդեն վաճառված էր եւ որ պատերազմը երբ գար, կկորցվեր ոչ թե դաշտում, այլ գրասեղաններին։ Նա սկսեց հին պահարանների բանալիներից, հին սեյֆերից, հին հեռախոսագրերից, բայց ամեն անգամ, երբ նա մոտենում էր ճշմարտությանը, պարզվում էր, որ ինչ-որ մեկը նախքան նրան արդեն եղել էր այնտեղ եւ վերցրել էր հենց այն էջերը, որոնք ամենակիչը պետք է կորչեին։ Մի օր նա հիշեց, որ 2007-ին, երբ նա ընդունեց բարձրաստիճան այցելու Մոսկվայից, մարդ ով ներկայացավ որպես ռազմավարական խորհրդական, նրանք խոսեցին Արցախի ապագայի մասին, եւ այդ մարդը ասաց նրան. «Ջեներալ, դուք հերոս եք, բայց հերոսները երբեմն պետք է հասկանան, որ պատմությունը չի գրվում դաշտում, այլ բանակցությունների սրահներում, եւ որ որոշ հողեր պետք է զոհաբերել, որպիսի փրկեն ավելի մեծը»։ Մանվելը այդ ժամանակ զայրացել էր եւ հեռացրել այցելուին, բայց հիմա 11 տարի անց այդ խոսքերը վերադարձան նրա մտքեր եւ ձեռք էին բերում սարսափելի իմաստ։ Արդյոք արդեն այդ ժամանակ պլանավորում էին Արցախի մասնակի կորուստը եւ արդյոք Մանվելը, ով մերժեց մասնակցել այդ պլանին, դրա համար դարձավ թիրախ։ Նա փորձեց գտնել այն նամակը, որը այդ այցելուն թողել էր իրեն, նամակը, որը պարունակում էր հեռախոսահամարներ եւ կոդեր, բայց այն նամակը չգտնվեց։
Փոխարենը նա հայտնաբերեց մի ուրիշ բան՝ հին տետր, որտեղ նա գրել էր իր անձնական նշումները 1999, երբ Սովետական միությունը փլչում էր, երբ Արցախը հայտարարում էր անկախություն եւ երբ ամեն ինչը թվում էր հնարավոր։ Այդ տետերում մի էջում նա գտավ ցանկ 5 անունների, որոնց կողքին գրված էր. անվստահելի, հնարավոր կապեր մյուս կողմի հետ։ Երկու անուններից Մանվելը ճանաչեց Արտյոմ Մխիթարյանը եւ Խաչատուր Անդրանիկյանը։ Նա չէր հիշում, թե ինչու էր գրել այդ ցանկը, բայց հիմա դա թվում էր կանխատեսում։ Այդ երկու մարդիկ, ում նա վստահել էր տասնամյակներ, իսկապես հեռացել էին հենց այն պահին, երբ նրանց կարիքը ամենաշատն էր։ Մամելը կանչեց փաստաբան Արմենին եւ ցույց տվեց տետերը։ Նա ասաց. Ես մոռացել էի դրա մասին, բայց հիմա ես հիշում եմ։ 1999-ը ինձ զգուշացրեցին, որ մի քանի մարդիկ իմ շրջապատում աշխատում են կրկնակի։ Ես չհավատացի այդ ժամանակ, քանի որ պատերազմը պահանջում էր միասնություն, եւ ես մտածեցի, սա լարվածության արդյունք է։ Բայց եթե այդ զգուշացումները ճիշտ էին, ապա դավաճանությունը սկսվել է 30 տարի առաջ, եւ մենք պարզապես չտեսանք այն, քանի որ այն թաքնված էր նվիրվածության դիմակի հետեկի հետևում։ Արմենը հարցրեց. ով էր այն մարդը, ով զգուշացրել էր, եւ Մանվելը լռեց երկար, հետո ասաց. դա էր մարդ, ով ինքը մահացավ մի տարի անց։ Սպանվեց Շուշիի մոտ անորոշ հանգամանքներում։ Մենք կարծեցինք դա էր ադրբեջանական կրակոցից, բայց հիմա ես չեմ վստահ։ Արմենը սարսափեց։ Նա հասկացավ, որ Մանվելը խոսում է ոչ թե պարանոյայի լեզվով, այլ մարդու, ով տեսել է բան, որը ուրիշները մերժում են տեսնել։ Հաջորդ օրը Մանվելը գտավ եւս մի փաստաթուղթ՝ հին ֆաքս, որը ստացել էր 1992-ին։ Այն եկել էր Մոսկվայից եւ հարգելի անձից, բայց ստորագրությունը անընթեռնելի էր։ Այդ ֆաքսում գրված էր. Շուտով կլինեն բանակցություններ Արցախի կարգավորման մասին։ Անհրաժեշտ է, որ դուք պատրաստ լինեք զիջումների, քանի որ միջազգային ճնշումները ուժեղանում են։ Մենք աջակցում ենք ձեզ, բայց միայն այնքանով, որքանով դուք ճկուն եք։ Այդ ֆաքսը Մանվելը որակել էր իր ժամանակին որպես դիվանագիտական սովորական լեզու, բայց հիմա նա կարդում էր այն նորից եւ տեսնում միայն մի բան՝ վաղ նախազգուշացում, որ Արցախը սկսել է դառնալ փոխանակման քարտ, եւ որ ում պետք է զոհաբերել, այդ հարցը կլուծվեր ոչ թե Ստեփանակերտում, այլ Մոսկվայում եւ Անկարայում։ Մանվելը փորձեց հասնել այն մարդուն, ով ուղարկել էր ֆաքսը, բայց պարզվեց, որ նա վաղուց վախճանվել է։ Բոլոր հետքերը կտրված էին։ 2020 թվականի նոյեմբերի 19 առավոտ Մանվել Գրիգորյանը արթնացավ ավելի վաղ, քան սովորում էր։ Հաղթերը նկատեց, որ նա շնչում էր դժվարությամբ, եւ երբ հարցրեց արդյոք կանչի բժիշկ, Մանվելը ժխտեց. Ես պարզապես ուզում եմ լինել հանգիստ այսօր, ասաց նա։ Նա նստեց պատուհանի մոտ, որտեղից տեսանում էր Արարատը։ Լեռը թնդում էր ամպերի մեջ, բայց գագաթը երևում էր պարզ։ Մամելը նայում էր այդ լեռանը եւ հաղթերը զգում էր, որ նրա ամուսինը հրաժեշտ է տալիս ինչ-որ բանից, որը նա սիրել է ողջ կյանքում։ Օրը անցավ դանդաղ, անվերջանալի։ Մանվելը խոսեց քիչ, միայն երբեմն ասում էր. երբ ես չլինեմ, ուրիշները կփորձեն պատմել, թե ով էի ես, բայց նրանք չեն իմանա ճշմարտությունը։ Միակ ճշմարտությունն այն է, որ ես սիրեցի Արցախը ավելի, քան իմ կյանքը, եւ նրանք վերցրեցին այն, քանի դեռ ես կենդանի էի։ Հաղթերը փորձեց նրան հանգստացնել, բայց Մանվելը ավելացրեց. դու պետք է իմանաս, որ ես ոչինչ չգողացա։ Այն ինչ ունեցա, ես վաստակեցի կամ ստացա որպես պարգև պատերազմի համար։ Բայց դա կորցրեց իմաստը, երբ երկիրը, որի համար մենք մարտնչեցինք, դարձավ վաճառվող ապրանք։ Երեկոյան, երբ արևը արդեն թաքնվում էր հորիզոնում, Մանվելը խնդրեց Հաղթերին բերել նրան մի փոքրիկ տուփ, որը պահում էր իր սեղանի դարակում։ Այդ տուփում կային հին լուսանկարներ 90-ականներից, երբ նա դեռ երիտասարդ հրամանատար էր, երբ նրա դեմքը ցույց էր տալիս վստահություն, երբ ապագան թվում էր պայծառ։ Նա տեսավ այդ լուսանկարները եւ ասաց. այդ մարդը հավատում էր, որ արդարությունը հաղթում է, բայց այդ մարդը մեռավ շատ ավելի վաղ, քան ես մեռնում եմ հիմա։ Գիշերը, երբ Հաղթերը արդեն քնած էր, Մանվելը բացեց իր վերջին նոթատետրը եւ գրեց մի քանի տող։ Այդ տողերը գտան փաստաբանը հետո, եւ դրանք էին. Ես տեսա, թե ինչպես են նրանք նախապատրաստում Արցախի կորուստը։ Տեսա անունները, տեսա գործարքները, բայց ես չէի կարող կանխել, քանի որ ես մեկուսացված էի։ Եթե ինչ-որ մեկը կարդում է սա, նա պետք է իմանա, դավաճանությունը եղավ ներսից, եւ այն մարդիկ, ովքեր պատասխանատու են, դեռ ազատ են։ Սա էր վերջին գրությունը։ Նոյեմբերի 19-ը առավոտյան ժամը 5-ի սահմաններում Մանվել Գրիգորյանի սիրտը դադարեց բաբախել։
Բժիշկը, որը եկավ 20 րոպե անց, հաստատեց. մահը եղել է բնական, հիվանդության զարգացման արդյունք։ Հաղթերը նստեց նրա մարմնի կողքին եւ լաց եղավ երկար, ոչ թե միայն մահվան համար, այլ նրա համար, որ նա գիտեր, նրա ամուսինը մեռավ գիտակցելով, որ այն, ինչի համար նա մարտնչեց, կորել էր, եւ որ նրա անունը հիմա կապված է ոչ թե հերոսությանը, այլ կոռուպցիային։ Երբ լուրը տարածվեց, ռեակցիաները բաժանված էին։ Ոմանք ասացին՝ մեծ հերոս է հեռացել, ուրիշներն ասացին՝ կոռուպցիոներ մահացավ, եւ դա արդարացի է։ Բայց շատ քչերը մտածեցին, թե արդյոք այս մահը պատահական էր, թե ինչ-որ մեկը ապահովեց, որ Մանվելը մեռնի հենց այն պահին, երբ Արցախը պարտվում էր, որպիսի նրա վկայությունը երբեք չլսվի։ 10 օր առաջ, նոյեմբերի 9-ին, արդեն ստորագրվել էր հրադադարը։ Արցախի մեծ մասը անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Մանվելը մեռավ հենց այն պահին, երբ Արցախի կորուստը դարձել էր անվերադարձ իրականություն։ Մանվելի ընտանիքը մնաց Երևանում, ապրելով լռության մեջ, խուսափելով հանրային ուշադրությունից։ Հաղթերը մերժեց խոսել լրագրողների հետ, նույնիսկ ժխտեց, որ կան ինչ-որ գաղտնի փաստաթղթեր։ Թեպետ նա գիտեր, այդ փաստաթղթերը եղել են, բայց այլևս չկան։ Տիգրան Խաչատրյանը, մարդը, ով ամենաշատն օգտվեց պատերազմի հետևանքներից, դարձավ ավելի հարուստ եւ ազդեցիկ։ Նա ստացավ նոր պայմանագրեր, նոր նախագծեր, եւ երբ նրան հարցրին, արդյոք նա իմացել էր նախապես պատերազմի մասին, նա պատասխանեց. Ես պարզապես խելացի բիզնեսմեն եմ, ով հասկանում է շուկայի տրամաբանությունը։ Նրան երբեք չհարցաքննեցին, երբեք չմեղադրեցին, մեղադրեցին։ Խաչատուր Անդրանիկյանը մնաց արտերկրում, իր նոր կյանքում, եւ երբ Հայաստանից լրագրողները փորձեցին հասնել նրան, նա ասաց. Ես փակեցի այդ գլուխը իմ կյանքում եւ չեմ ցանկանում վերադառնալ անցյալին։ Նա չբացատրեց, թե ինչու էր հեռացել հենց այն պահին, երբ երկիրը ճգնաժամում էր։ Սուրեն Ավետիսյանը անհետացավ ամբողջովին։ Ոմանք ասում են, որ նա արտագաղթել է Ռուսաստան եւ այլևս չի ազդում Հայաստանի գործերի վրա։ Ուրիշներն ասում են, որ նա մահացել է։ Բայց ոչ ոք չունի հաստատում, քանի որ նա դարձել է ուրվական, մարդ, որը գոյություն ունեցավ, բայց հետո ջնջվեց պատմությունից։ Արխիվները, որոնք պարունակում էին Մանվելի գաղտնի փաստաթղթերը, մնացին փակ։ Երբ Արմեն Մարտիրոսյանը փորձեց վերադառնալ դրանց մոտ, նրան տեղեկացրին, որ այդ գործը դասակարգված է անորոշ ժամկետով։ Նա հասկացավ, որ այն, ինչ Մանվելը տեսել է, եւ այն, ինչ նա փորձել է հրապարակել, այլևս երբեք չի տեսնի լույս։ 2 տարի անց Արմենը ստացավ անհայտ նամակ, որը թողնված էր նրա գրասենյակի դռան տակ։ Նամակում գրված էր մի նախադասություն. Եթե դուք փնտրում եք ճշմարտությունը, դուք պետք է հարցնեք, թե ում էր ձեռնտու Մանվելի լռությունը։ Եվ արդյոք նրա մահը եղավ հարմարություն նրանց համար, ովքեր պահանջում էին, որ ճշմարտությունը երբեք չբացահայտվի։ Նամակը չուներ ստորագրություն, ոչ հետադարձ հասցե։ Արմենը փորձեց հետաքննել, բայց բախվեց պատին։ Ոստիկանությունը մերժեց քննել անհայտ նամակը։ Անվտանգության ծառայությունները պնդեցին, որ Մանվելի գործը փակված է եւ վերանայման ենթակա չէ։ Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ Մանվելի մահը բնական էր եւ ցանկացած տեսություն դրա հակառակը համարվում է կոնսպիրացիոն երևակայություն։ Բայց մի հարց մնաց, եւ այն հարցը կասկածում են շատեր, ովքեր հիշում են Մանվել Գրիգորյանին։ Արդյոք նա իրականում մահացավ բնական մահով, թե ինչ-որ մեկը համոզվեց, որ նա չի խոսի։ Արդյոք նրա վերջին խոսքերը, հողերի հանձնումը, վերաբերում է միայն Արցախին, թե ավելի խորը դավաճանության, որը դեռ թաքնված է։ Պատասխանը թաղված է Մանվելի հետ, եւ նրանք, ովքեր գիտեն ճշմարտությունը, լռում են։